Փարեվցե սիրելի edwardներս, առանց ժամանակ կորսնցնելու սկսեմ ընթերցումից։ Անիգա մերակ մունեցած էր կյանքի մեջ հեյալ գխաղցներ իր բարավ գնոջ ուսելով, այդ հեյալն էր, որ մոխիրի վրա նստեցուցեր էր ամբողջ ընտանիքը։ Անոնց երկու զավակները իրարու ետևե մեռած էին փոքր հասակեն։ Իրենց բաբենական տունը 4 սենյակով այրեր էր վանքին բաղի հրթեհեն։ Այս բոլոր ճշմարտությունները չէին զորեր Նիգոտի ետկեցնել իր մենամոլութենեն։ Տունը այրել են ետքը անիր ցերկով փայդաշեն բարանգամշիներ էր եւ առաջին գործը եղեր էր սավամը գախել միակ սենյակի մեջ եւ հեյալ խաղալ։ Նիգոտ իր գարասիներու գորուստեն ավելի ցավեր էր իր շինած փայդե խամաճիկներու գորուստին, բայց չէր ուսադեր։ Փան կորց թողած իր դնագի սեմին վրա իր թանցր մատներով զմելի մոգնությամբ սկսեր էր գրգին շինել իր թերագադարները, որոնց գլուխը են ավիև անդամները մեծ ջգնությամբ շարժման մեջ կմտնեին արասաններու ջարբիկ խաղերովը։ Ծմերվան երկար գիշերներուն անգհրավիրեր քշիի ցկնավաճառները եւ սավանին վրա գծուցադրեր իր հնարած խաղերը։ Անգամը հաջողեր էր հրավիրել Սամատյային հրճագավոր հեյալդի Ատովտոսը եւ անոր խաղան հետո, որ սովորական կարագյոզներ Ատովտոսի ինքնահատուկ տարբերակներով Նիգոտ ներկայացուցար էր իր խաղերը։ Երբ Նիգոտի բարավ գինը գահացներ իր բաթմության այս կետին, Նիգոտ մորակրոջը սկսեր. Ատովտոսը ճակադես բակավ։ Երանիկ մորակույրս մեծ հետաքրքրությամբ կլսեր Նիգոտի նկարագրությունները իր նոր հնարած խաղերուն մասին, անհարցումներով գջշտեր, գեդեր եւ երբեմն ալտերատրություններ գներ, որ գկնահատվեին Նիգոտի կողմէ։ Քա Երանիկանը իրիգումը չկաս հեյալ խաղցնեմ, ճոճոխնալ հետըտվեր։ Բայց այդ անգարելի պամուներ, նույնիսկ մորակույրս մինագը չեր գրնար ելլել դունեն կիշերով, ուր մնաց ինձ հետ։ Բայց ծմերվան իրիգումը մայրամուդեն հետո հապճեբով դեսանք Նիգոտի խաղը։ Սենյակին մեկ կողմը 4 ծայրերեն փրված սավանին ետևեն Նիգոտ խաղցնել սկսավ իր խամաճիկները։ Յուրաքանչյուր թերագադարի խոսքերը ինք կսեր դարբեր ցայներով, նույնիսկ գիմը գար այդ թերագադարներում մեջ։ Հետո էշմը զրած, ակաղաղներ բորացին եւ գրիվը հարաճ եկավ շուգայի մեջ։ Ինձ գտվեր, որ մարդոց բազմություն մգար սավանին ետև եւ երկարադեն չգրծա հավատալ, որ մինակ ցկնավաճառ Նիգոտներ, որ այդ բազմամարդ խաղը կխաղար։ Նիգոտ իր նյութը գնդրեր բարձ եւ խաղի միջոցիներ, որ իր ներշնչման համեմատ գբարձացներ։ Երանիկ մորակույրս ստիպված կլար անհամար հարցումներուս պատասխանելու եւ այդ հեյալի խաղեն վերադարձել, որ ինձ ըսավ թե Նիգոտը ըսված խոսքերը ուйдурմիշկն է, առաջվա պամը չի պատրաստեր։ Այդ հեյալի խաղը խոր դպավորություն գործեց իմ վրաս։ Ես ալ իմ գարկիս պատրաստեցի անհամար քուրչե բուբրիկներ, որոնց յուրաքանչյուրին թերմը գուտայի, բայց ես իմ պատմություններս կպատրաստեի առաջուց եւ մտքովս բոլոր հավանական խոսակցությունները իրենց վերջնական ծևին կհասցնեի։ Մնաց որ իմ պատմություններուս տվյալները կվերցնեի իրական կյանքի։ Միայն եզրակացությունները կհարմարցնեի իմ պապակիս համեմատ։ Գարյանը հանամին տունը բոլորովին ուրիշ բան էր։
Ան այրի մնացեր էր երիտասարդ տարիքի մեջ եւ յազմապաներով գմեցներ երկու մանչ զավակներ, որոնց մեկը ինձ տարեգից էր։ Ան ուներ նաեւ իր հայրը եւ մեծ հայրը, որն համար գսեին թե հայրուրի մոդ է։ Հայրը նույնպես յազմագպաներ եւ երբեմն կանկադելով գսեր. Էй Երանիկ խանım, հեյ գիտի ժամանակներ, ով գսեր որ ասանք պիտի լայինք, դունը նստեցանք, գնի գաբլա դարձանք։ Անիկա ժամանակին եղեր էր յազմաջի խալֆա, ուժլուսու դեղը մարդ, բայց հոտացավի հետևանքով հարգատրվեր էր կործե քաշվիլ դունը նստիլ։ Գարյանը հանım հագարակ իր վրա ձանրացող պերին եւ հագարակ մնայուն չկավորության ուրախ զվարթ կիներ։ Երբ շատ մեծ երանտով գխնդար, Երանիկ մորակրոջից ըսած մեկ խոսքին, հանգարց կստապեր, գլրջանար եւ խոր հարաճանքով գսեր. Ինչես կխնդամ գորաջը, կա մի մեղատրեք ինձի։ Երանիկ խանım, սիրդս շենե քրողը դանի, փուխարա եղան կամա սիրդերնի սարուստե։ Երբ մորակրոջից ցերկեն բռնած գիչնեինք մեր փողոցը, իմ բուրն ցանկությունս աներ որ երտայինք Գարյանը հանամին դունը, գանցնեինք Ենի մահալեի աղկադիկ փողոցները, գպարսրանայինք Բաղլար բաշի բողոդամ, գշեղեինք տեպի վանքին բաղ եւ գերտայինք զարնելու մի արգանի փայդաշեն դամը ջախջախը։ Երբեմն թերդանը չմոտեցած դնեցիները գտեսնեին մեզ, ուրախությամբ կխուժեին մեր վրա եւ գրեթե ցերքի վրա մորակույրս գդանեին գնստեցնեին բազմոցին անգինը եւ ամենջապես կսկսեր այն կունակեղ ճադախոսությունները մեկը, որն նմանը չի լսած ոչ մեր դամ մեջ, ոչ ալ մեր սովորական ծանոթներում մոտ եւ որ մեծ հրավիր ուներ ինձ համար։ Ըլլար այդ տունը Ենի մահալե, թե Չինիլի ջամի, հերավոր տաղի մեջ, վանքին բաղ, գամ դախամամի, միշտ չկավոր մարդոց տուներ, լիքը գիներով, երախաներով, որոնց կուկային կմիանային թրացիներ, վայելելու համար Երանիկ մորակրոջս ներգայությունը։ Այդ տուներում մեջ մոդեն ջանցած եմ չկավորության կստմնելի երևույթները։ Այդ տուներում մեջ լսած եմ ինքնապղ ըմպոստության խոսքեր, յազմայի կործադերերում, որոնք չարաչար գշահակործեին պամբորները, բայց մանավանդ պամբորիները։ Լսած եմ, թե ինչպես բագաս ոսկի գկշեին, հաշիվներում վրա խարտախություն գնեին, քին գգոդրեին եւ նեղ օրի երեսնին չէին նայած։ Լսած եմ, դեսած եմ նաեւ իրարու օգնելու հիվանդության եւ այլ բարականերու իրարու հանդեպ անձնիվրության թեփքեր, ապշեցուցիչ անձնազոհություններով։ Տեսած եմ, թե ինչպես արդյունքը եւ ձիձաղը միևնույնադեմ գերեվար այդ խոնար մարդոց դեմքերուն վրա եւ թե ինչպես համով հոդով կխոսեին եւ գպատմեին իրենց գլխուն եկած բաները։ Այդ տուներում մեջ Երանիկ մորակույրս գայլափոխվեր, գարձես կբազմապատկվեր եւ իր սրամոդություններով, դեղին ակնարկներով, իր սուր եւ ճիշտ դատավորությունով գսպոցներ եւ գամոքեր այդ մատիկը։ Երբեմն գբադայր, որ մեզ ջաշվարտնեին, այդ վադահեր էր միշտ, երբ Գարյանը հանումին երտայինք։ Տնեցիները մեկը հանգած կսեր, երբ մորակույրս շարժում մգներ ոտքի ելյորը։ Կուզում Երանիկ խանım, մնացիր, միասին բադան մը պանգուդենք, ետ կգերտաս։ Երանիկ մորակույրս կմերժեր, ինձ բադրվակ կպրներ։ Հարը չուզեր քի գուշբարգի, ուրիշ արարգություններ գներ։ Գարյանը հանım գբնտեր, դանը ձերունիները եւ երախաները գբնտեին, թուր թրացի գմիչամդեին,
Ես սրդատրոպ կսպասեի բանակցությունների ելքին, երբ գորոշվեր, որ ճաշի պետք է մնային, այն ադեն երջանկությունս չափ չէր ունենար։ Շտաբով ճաշը կպատրաստեի սենյակին մեջ թրված սաջը վարարանին վրա, եթե արդեն պատրաստ կերակուր չկան։ Ես որ ընդհանրապես դժվարահաճ էի ուտելիքի, ախորժակը սրած կսպասեի, որ սեղանը տնեն։ Երբեք ոչ մեկտեղ այնքան հաճույքով չեմ գերած, որքան այդ տուներում մեջ։ Երբեմն այնքան անհակ ախորժակով գուտեի, որ նույնիսկ մորաքույրս կզարմանար և կսրտողեր, որովհետև իմ մասին այն համբավը ճակած էր, որ թեմիս ողած չոջոխեմ։ Վերջապես կհասներ ճաշի ժամը։ Գարգդած սինի բեզին կփրեին թեզգահի վրա և մենք շուրջը կնստեինք ծալաբադիկ քեդինը թրված մինդերներու վրա։ Մեկ տեսակ կերակուր կլար, խաշածլուպյա փիլավ կամ խավից, որ մեծ բնակի մեջ կտնեին սեղանի մեջտեղը։ Ամենուն առաջ թեև գտնեին փոքրիկ բնակներ և բադարակաղներ, բայց ամեն մեկը իր բադարակաղով մեջտեղին ափսեին գարներ և գուդեր։ Սեղանի վրա կլար նաև թթու և ծիտաբուդուղ, բաները այդ տուներուն համար թանկ ապրանք էր, բայց ես արդեն կնախընտրեի ծիտաբուդուղը և հրժվանքով գուտեի միտքս դարած մեծերուն խոսակցության։ Ժամանակները քեշ են, առաջվան պես չէ, միշտ այդ մորմոքը անցյալին համար։ Եթե հավատայի մեծերուն խոսքերուն, առաջ ամենուն համար առատություն էր և մթերքներու առասպելական այժանություն։ Այսօրվան բաժինս լրացուցի, բարի օրեր ձեր բոլորին։ Հաջորդին կտեսնենք։